Նախորդ շաբաթ խոսել եմ կառմայի, սև լուսնի, անեծքի և նմանատիպ կարևոր էզոթերիկ երևույթների մասին, որոնք մեր նյութական աշխարհում գիտական շրջանակներում շատ դժվարությամբ են ընդունում, բայց այնպես չի, որ այդ ամենը տեղի չի ունենում կամ չկա մեր շուրջը։ Նաև սիրելի հետևորդներ, խոսել եմ նոյեմբերի առաջին տասնօրյակի կարևոր մոլորակային դիրքավորումների մասին, որպեսզի դեռևս 10 օր առաջ, 15 օր առաջ, որպեսզի դուք կարողանաք ձեր գործերը համընթաց կատարել տիեզերական դրական ցիկլերի հետ։ Սիրելի հետևորդներ, նախ ուրախ եմ, որ ամիսը սկսում է, ես կարևոր կանխատեսումներ եմ անելու և նաև նրանք, ովքեր ցանկանում են ունենալ իրենց աստղաբանական քարտեզի մեկնաբանում, ես ասում եմ, դա իմ մոտ ավելի շատ տրեյնինգ է, ապա երկրորդ անձի համար միշտ գործում են զեղչեր, մանավանդ նրանց համար, զույգերի համար, որոնք ունեն խնդիրներ միջանձնային հարաբերություններ, այնպիսի բան չկա, որ զույգերի համար դիմեն և չստանան այդ մեծ զեղչեր, իսկ եթե դուք ցանկանում եք իմանալ, թե կյանքի որ ոլորտում կունենաք հաջողություններ, իսկ որտեղ կարող է հենց նահանջող Մերկուրին խնդիր բերել, ապա կարող եք կապվել ինձ հետ և կստանաք համապատասխան զեղչը երկրորդ անձի դեպքում։ Դե սիրելիներս, գիտեք չէ, որ նոյեմբերի 9-ից Մերկուրին նահանջում է, իսկ նա նահանջում է 6-աշճան 52 րոպե աղեղնավորի կենդանակերպում։ 9-ին եթե նահանջում է, մոտավորապես 20 օրից Մերկուրին կսկսի ուղիղ ընթացքով ընթանալ, իսկ ուղիղ ընթացքով նա կընթանա նոյեմբերի 29-ից և այն հասնելու է, պատկերացնեք, 6 աշճանից մինչև 20 աշճան կարիճի կենդանակերպ։ Հատուկ խոսելու եմ Մերկուրու նահանջ դիրքերի մասին, որպեսզի դուք հասկանաք և կարողանաք մինիմալ այսպես խնդիրներով դուրս գալ նահանջող Մերկուրու